տեղեկություն եկան, որ Հայաստանին հաջողվել է հաղթահարել Եվրամիության խաղաղության աջակցության ծրագրով 20 միլիոն եվրոյի եղբայրի խոչընդոտը, այսինքն Հունգարիան հանել է բետոն, կարող եք հաստատել սա, եթե այո, ինչ տուրում է գործընթաց եւ ինչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է դա հնարավոր դարձել։ Դա ուղղվելու է պաշտպանության ծախսին։ Շատ լավ, նախ երկաթուղ մեղրի հատվածի հետ կապված թյուրին բռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրանք հանձնեն Հայաստանին։ Դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է եւ մենք այդ տարածքի կառավարում որևէ մեկին չենք արտապատվիրակել, այսինքն այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվել որևէ մեկի կողմից, այսինքն տենց թեմա չկա։ Երկրորդը տրիպի հետ կապված գիտեք, որ հռչակագրում հստակ գրված է, որ դա Հայաստան Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է եւ երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ Այսինքն դա հստակ ձևակերպված է եւ այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի, բայց նաեւ ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտաբ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախճեվան սահման եւ Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ եւ կարծում եմ նաեւ ես առաջիկայում նաեւ նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա եւ հույս ունեմ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն։ Ինչ վերաբերվում է եվրոպական խաղաղության գործիքին, այո, արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են եւ կա կոնսենսուս, թե յուռե որոշումը կլինի կհրապարակվի, դա բովանդակային առումով էս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է եւ ծախսվելու է խաղաղության օրակարգի եւ խաղաղության տրամաբանության